Այդ Նիկոլ Փաշինյանը եւ Ղարաբաղի հարցը կարգավորեց, որ Թուրքիանը չգնաց կարգավորման։ Դե բայց կարգավորվել է Ղարաբաղի հարցը։ Կարգավորված։ Նենց է կարգավորվել, որ արդեն բանը մերը չեն խոսում։ Էրդողանը ինչ որ Նիկոլ Փաշինյանին Հայաստան կապ չունի ով է Հայաստանի ղեկավարը։ Հայաստանի ղեկավարին որպես կրտսեր ինչ որ արքայիկի է վերաբերվում տենց ինչ որ գործընկեր որպես չի դիտարկում։ Ցավալի է այս ամեն ինչը։ Այսինքն Ջաբրայելով, Ֆիզուլիով, Աղդամով Հայաստանը այլ արժեք ուներ Թուրքիայի համար։ Այդ ամեն ինչը փոխզիջման էին, այո։ Լրիվ ուրիշ արժեք ուներ։ Ղարաբաղով Հայաստան ու ասեմ թուրքերը երբեք դեմ չեն եղել որ բանը չեն հերքել այն փաստը որ հայերը պետք է ապրեն Արցախում։ Թուրքերի այդ խնդրեմը սկսվեց այն ժամանակ, երբ որ մենք վերցրեցինք Խարվաճարը։ Այո։ Եվ հետո դա շարունակություն գտավ։ Եվ նորից եմ այդ հարցը տալիս։ Նիկոլ Փաշինյան, որ հիմա եկել ես ուզում ես բան ես ինչ-որ բաներ համոզես, որ բան մասի սար, չգիտեմ, հակաթուրքականություն, մեզ փոխենք, դու Ղարաբաղի հարցը երբ կարգավորեցիր, որ Թուրքիայի հետ հարաբերությունները չստացվեցին։ Նայ դու ինչ ես արել։ Ինչ ես ուզում ես ժողովրդից։ Հիմա էլ բան է, դրել եք այդ լոլոն է կարծում դառնան ոչ բլոկային։ Չէ, նայ, բայց երբ որ ներկայացում է որ Ղարաբաղը թոք էր, մեր պետականության վզին կապած, որ մեր պետականությունը այդ թոքից ազատվել է, հիմա մենք պետություն ունենալու շանս ենք ստացել դրանով։ Այդ լսել ես, այդ շանս ենք ստացել։ Այսինքն ոչ թե պետություն ենք դարի արդեն։ Միլար, շանսն է պրոստը ծնվել։ Դերել է, ինչքան ճանապարհ ունի անցնելու ես ժողովուրդ ես որ պետություն դառնա, այսինքն դրա մասին է քննարկումը։ Հետո որ դու Թուրքիային եմ, որ դու այստեղ քարոզում ես, որ դա թոք է, ասում են, այս սրանքի ազգախորը քարտը անվանում են թոք։ Սրանք ոնց կան, ինչ պետք 26-ից ոնց պետք է վարվել ընդհանրապես։